Հաշմանդամություն ունեցող անձինք այսօրվանից ունեն իրենց գրասենյակը։ 6 տարի առաջ ստեղծված հաշմանդամություն ունեցող անձանց դաշինք միությունը վերջապես գրանցվել է որպես իրավաբանական անձ եւ այսօր իր հարկի տակ հյուրեր ընդունեց։ Դաշինքի հիմնական նպատակն է պաշտպանել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն ու արժանապատվությունը։ Դաշինքի տնօրեն Մհեր Վասիլյանը առաջնային խնդիր է համարում նաև հասարակության վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող մարդուն։ Հաշմանդամ անձը այլևս չպետք է դիտվի որպես օգնության կարիք ունեցող անձ, մարդիկ իրավահավասար են ծնվում։ Պետք է ստեղծվեն հավասար հնարավորություններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք իրականացնեն այդ այսպես ասած իծնե իրենց տրված իրավունքները։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը նույնպես կիսում է այն կարծիքը, որ մեր երկրում հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքներին վերաբերող օրենսդրական դաշտը վերանայման կարիք ունի։ Միայն օրենքներ մշակելով դեռևս խնդիրը լուծում չի ստանալու, այսինքն օրենքները պետք է հարմարեցվեն հաշմանդամների շահերին եւ բացի այդ պետք է ստեղծվեն մեխանիզմներ այդ օրենքները կյանքի կոչելու համար։ Փառանձեն Վարդանյան, Կարեն Չիլինգարյան, IPFE։